Երբ որ ես դիտում էի Հրանտ Թոխացյանին, իմ շատ հարգելի հարազատ մարդու հետ ձեր հանդիպումը, շատ հետաքրքիր, ամեն ինչը շատ լավ էր, մինչև վերջ դիտեցի, ու ասես մեջս վառվում էի, էլի, ասում եմ, լավ Հրանտ ջան, որ պատմում ես Յան Գիլանը եկավ կամերային թատրոն, Արա Երնջակյանի, բայց ով բերեց իրան Յան Գիլանին այդտեղ, բերեցինք մենք։ Ով բերեց, ահա, Ռալի նվագախմբի մեր խմբով, որովհետև մենք Գիլանին տարել էինք հյուրասիրելու իր ամբողջ նվագախմբին, մեր Ռալի նվագախմբով։ Եվ նախ ասեմ, որ այն տեղը, որտեղ որ նոր նշում էի, նվագում էինք ռեստորանում, ուրեմն Յան Գիլանը որ եկավ, մենք խնդրեցինք, որ այդ օրը մենք չնվագենք։ Գնանք օդանավակայան Յան Գիլանին դիմավորելու։ Դիմավորեցինք, նկարվեցինք եւ դրանից հետո մենք ամեն օր շփվեցինք Գիլանի հետ, ամեն օր։ Եվ հետո մենք տարանք իրանց հյուրասիրության, այնտեղ մի հատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Կողքի սրահում Դուդուկար Սեթրակ Հովանեսյանն էր նվագում։ Եկա ասի ձյաձ Սեթրակ, Սեթո ասի, արի աշխարհարչակ երգիչ ա եկել։ Մի հատ իր համար դուդուկ նվագի։ Ուրեմն Սեթրակը նվագում է, դուդուկը վեկեսեց արեց։ Այ բալամասա, որ մի 20 երկի հեղինակ էլ ես եմ։